Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլկերսոն, օր հունիսի 21։ Երկկողմանի շնորհ։ Արդ եղբայրք, որովհետև համարձակություն ունենք սրբարանը մտնելու Հիսուսի արյունովը, որ որնորոգեց մեզ համար նոր և կենդանի ճանապարհ վարագույրի միջոցով, այսինքն իր մարմնովը, ապա թող մոտենանք նրան ճշմարիտ սրտով, հավատքի լրությամբ։ Եբրայեցիս 10:19-20 և 22 խոսքեր։ Գողգոթայի վրա Քրիստոսի կատարածը երկու կողմ ունի։ Մի կողմը մարդու բարօրության համար է, մյուսը Աստծո բարօրության։ Մի կողմը մեղավորին է շնորհ, մյուսը հոր։ Մարդկային կողմի շնորհին մենք լավ ծանոթ ենք։ Քրիստոսի խաչը մեզ տվել է մեղքերի թողություն, մեզ տվել է բոլոր կապանքների հաղթահարելու և մեղքի վրա իշխելու զորություն, մեզ տվել է ողորմություն և շնորհք և իհարկե հավիտենական կյանքի խոստում։ Ես շնորհակալ եմ Աստծուն խաչի այս շնորհի համար և նրանից բխած հրաշալի թեթևացման համար։ Սակայն կա խաչի մեկ այլ շնորհ, որի մասին մենք շատ քիչ գիտենք։ Դա հորը տրվող շնորհն է։ Գիտեք, մենք շատ քիչ բան ենք հասկանում այն ուրախության մասին, որը Հայրը զգում է խաչի միջոցով։ Դա այն բերկրանքն է, որը նրան է հասնում ամեն անգամ, երբ նա իր տանը անառակ զավակ է ընդունում։ Եթե մենք կենտրոնանանք խաչի վրա միայն ներման համար, եթե դա մեր քարոզչության վերջնական նպատակը լինի, ապա մենք բաց կթողնենք այն կարևոր ճշմարտությունը, որն Աստված ունի մեզ համար խաչի մասին։ Կա ավելի լիարժեք հասկացողություն, և դա կապված է նրա ցնծության հետ։ Ես հավատում եմ, որ քրիստոնյաների մեծ մասը սովորել է համարձակորեն դիմել Աստծուն ներման, կարիքների բավարարման և աղոթքների պատասխանների համար։ Սակայն նրանց պակասում է համարձակությունը հավատքի այս ասպեկտում։ Դա մի ասպեկտ է, որը նույնքան կարևոր է Տիրոջ հետ նրանց ընթացքի համար։ Այս ճշմարտությունը Աստծո ժողովրդին շատ ավելին է բերում, քան պարզապես թեթևացում։ Այն բերում է ազատություն, հանգիստ, խաղաղություն և ուրախություն։ Ձգտեք ճանաչել խաչի շնորհը Հոր համար, և ձեր ուրախությունը կկրկնապատկվի։